Ողջույն։ Այսօր կուզեմ խոսեմ այն թեմայի մասին, որը գտնվում է ինձանից ամենապահանջված թեմաների շարքում, երևի թե առաջին տեղում։ Հարաբերություններ։ Ինձ հաճախ են գրում, ինչպես կախված չլինեն այն հարաբերություններից, այն մարդուց, ով իրենց նախկինն է կամ ում հետ ունեն կրկնվող հարաբերություններ, ինչպես դուրս գալ այդ ցիկլի մեջից, եւ ես կուզեմ սկսեմ հարաբերությունների մասին այս վիդեոն պատասխանելով այդ հարցին։ Գիտեք, այն, ինչ մենք ունենք այժմ մեր կյանքում, դա այն գործողությունների, մտքերի եւ ընտրությունների արդյունքն է, որը մենք ինքներս ենք կատարել։ Այսինքն մենք ինքներս ժամանակին, ինչքան էլ որ դժվար է հավատալ, ընտրել ենք այն կետը, որտեղ ենք մենք հիմա։ Եթե մենք ունենք հարաբերություններ, որը մեզ դուր չի գալիս, եթե մենք ունենք ֆինանսական վիճակ, որը մեզ դուր չի գալիս, այն, ինչ մենք ունենք հենց հիմա, դա մեր ընտրությունների արդյունքում է տեղի ունեցել։ Այսինքն մենք այսօր նույնպես ընտրություն ենք անում մեր վաղվա կյանքը ապահովելու համար, հա։ Հիմա, եթե մենք ունենք օրինակ այնպիսի հարաբերություններ, որտեղ այդ տղան մեզ չի սիրում ու չի գնահատում, հավանականությունը, որ մենք ինքներս մեզ չենք սիրում ու չենք գնահատում, համարյա թե 100-ից 98 դեպքերում այդպես է։ Առաջին գործողությունը, որ մենք կարող ենք անել, դա վերափոխել վերաբերմունքը ինքներս մեր հանդեպ։ Սկսենք մեզ սիրել, սկսենք մեզ գնահատել, սկսենք ինքներս մեզ վերաբերվել այնպես, ինչպես կուզենանք։ Իմ coaching session-ներից մեկի ժամանակ մի աղջիկ ասաց, որ ուզում է ինքը իրեն համար առնել ծաղիկներ։ Իհարկե ինքներս մեզ համար ծաղիկներ առնելը վատ չէ, բայց խոսքը ինքներս մեզ սիրելու ժամանակ երևի այդքան էլ ծաղիկներ գնելու մասին չէ, ինչքան ինքներս մեզ սիրելու եւ հոգ տանելու եւ ավելին արժանի լինելու փաստին հավատալու մասին է։ Օրինակ դուք արթնանում եք եւ մի տեսակ դժգոհ ձեր կյանքից, մի տեսակ չհասկացած, թե դուք ով եք, թե դուք ինչ եք ուզում, թե դուք ինչով եք զբաղվում, չսիրելով գնում եք անում եք ինչ-որ աշխատանք, որը դուք չեք սիրում, դժգոհ եք ձեր տնից, որտեղ ապրում եք եւ այլ եւ այլ, եւ այս գործողությունների մեջ ձեզ թվում է, որ տղան կփրկի ձեզ այդ տնից, որ չեք սիրում, այդ աշխատանքից եւ այլն։ Գիտեք, երբ դժգոհությունից դուրս է մղվում քայլ լինել որևէ մեկի հետ եւ գտնել մեկին, ով ձեզ կտա այդ սերը, որը դուք տունը միգուցե չեք ստացել, դա հիմնականում ուղղակի չի ստացվում։ Տիեզերքը կարծես այնպես է կառուցված, որ երբ մենք մի բան շատ ենք ուզում, այսպես նայում ենք այդ մի բանին, ասում ենք փող կամ հարաբերություն, դա փախնում է մեզանից, հակառակն է լինում, հա։ Ինչ որտեղ պետք է շուռ գանք մեջքով այդ հարաբերություններին կամ փողին կամ նրան, ինչ չի ստացվում մեր կյանքում, եւ աշխատենք լրիվ ուրիշ ուղղության վրա, որպեսզի մի օր ստացվեն հարաբերությունները։ Այսինքն այս դեպքում, եթե մենք ուղղակի սենց նայենք, ոնց անեմ, որ այս տղային չսիրեմ, ոնց անեմ, որ էլ չզանգեմ, ոնց անեմ, ինչքան մենք կենտրոնանում ենք, մենք սծնում ենք, մենք էներգիա ենք տալիս այդ իրավիճակին, որը ստեղծվել է, եւ դրանով իսկ մենք ուղղակի այնպես ենք անում, որ դա ավելի շատ է լինում մեր կյանքում, ավելի է զարգանում, ավելի է խանգարում մեզ։ Փոխարենը մենք ուղղակի շրջվում ենք մեջքանց, չնկատելու ենք տալիս այդ տղային, այդ վատ հարաբերությունները, հասկանում ենք, որ դա հեշտ չէ, նորմալ է, որ մենք ընկել ենք դրա մեջ, հիմնականում բոլորս ունենք խախտված պսիխիկա, խախտված սխալ կարծրատիպերի արդյունք ենք բոլորս սխալ ձևով ենք կրթվել, դաստիարակվել եւ այլ, եւ հասկանում ենք, որ օքեյ, սա իմ ուժերի չափով է, որ ես սա կարող եմ ուղղել իմ կյանքում, սա կստացվի ինձ մոտ ուղղել։ Ուրեմն հիմա ես պետք է կենտրոնանամ ավելի շատ նրա վրա, որ հասկանամ, թե ինչպես կարելի է ուղղել տվյալ ստեղծված իրավիճակը իմ կյանքում։ Ոչ թե կենտրոնանալով այս ամենի վրա, այլ շրջվելով եւ կենտրոնանալով այն ամենի վրա, ինչը իմ կյանքում վատ էր ստացվում եւ ինչը անելու համար ես ընկել եմ այս հարաբերությունների մեջ։ Եթե չկա սեր իմ կյանքում եւ ես ինքս ինձ հարց եմ տալիս, ինչ էի փնտրում ես այս մարդու հետ, սեր,
Ուրեմն ես ինքս պետք է առաջինը սովորեմ ինձ սիրել, հա։ Սերը սկսվում է նրանով, որ մենք ինքներս մեզ գրկում ենք ու ասում ենք, որ մեզ շատ ենք սիրում, ամեն օր, ամեն առավոտ։ Սերը սկսվում է նրանով, որ մենք նայում ենք հայլու մեջ, մեր աչքերի մեջ, շատ երկար ու ասում ենք, որ մենք մեզ շատ ենք սիրում։ Մենք մեզ ընդունում ենք այնպիսին, ինչպիսին մենք կանք, մեր սխալներով, մեր թերություններով, մեր լավ եւ վատ կողմերով։ Սերը սկսվում է այն պահին, երբ մենք խնդրում ենք Աստծուն, որ օգնի մեզ սիրել ինքներս ինձ, չթերագնահատել, համարել, որ մենք արժանի ենք ունենանք այն ամենը, ինչ մենք ուզում ենք ունենանք, համարենք, որ մենք արժանի ենք ունենալ այն հարաբերությունները, որոնք մենք ուզում ենք։ Սովորաբար մեր մեջ բլոկեր են լինում, որոնք թույլ չեն տալիս, որ մենք հասկանանք, որ մենք արժանի ենք այդ ամենին, ինչ մենք պատկերացնում ենք, ինչ մենք ուզում ենք ունենալ, հա։ Հետո, եթե սերն է մեր կյանքում խնդիրը, սիրո պակասն է, մենք սկսում ենք լրացնել այդ սերը, հոգ ենք տանում մեր մարմնի մասին, սիրում ենք ինքներս մեզ, հարցնում ենք ինքներս մեր սրտին, ինչ ես դու ուզում, սկսում ենք ինքնափորելու, ինքնափնտրտուքի, ինքնավորոնման, ինքնակրթման, ինքնաստեղծման աշխատանքը սկսում ենք, որը շարունակվելու է ամբողջ կյանք։ Այն չունի վերջ, չունի դադար, եթե դուք համբերատար մարդ չեք, հնարավոր է դա ձեր մոտ չստացվի։ Ես ունեմ տետր, ես ունեմ տետրեր, որոնք սկսել եմ գրել դեռ 10 տարի առաջ եւ շարունակում եմ ամեն անգամ ես նստում եմ, փորում եմ, փորձում եմ կատարելագործվել, խորանում եմ, գտնում եմ այնպիսի պատասխաններ, որոնք ես նույնիսկ չէի իմանա, որ այդտեղ թաղված են։ Ինքս ինձ հարց տալով, անընդհատ գրելով, հասկանալով, թե ինչն էր ինձ պակասում, որ ես ընկա այստեղ, ինչն էր ինձ պակասում, որ ես սա չարեցի, ինչ էի փնտրում։ Մենք սկսում ենք ինքներս մեզ տալ հարցեր եւ պատասխանել։ Ամենալավը, որ կարող եք սկսել, ինչ էր ինձ պետք, ինչն էր ինձ ձեռք տալիս այս հարաբերությունների մեջ եւ սկսում եք գրել այնքան պատասխան, ինչքան գալիս է ձեր մտքին, ուղղակի անverջ։ Գրում եք, որ ինձ ձեռք էր տալիս սա, ինձ ձեռք էր տալիս նա, ինչու եմ ես ընտրել այս հարաբերությունները։ Եվ փորձում եք փոխել այդ ամենը, այդ վերաբերմունքը ինքներդ ձեր հանդեպ, ինքներդ ձեզ տալիս եք այն ամենը, ինչ փնտրում եք այդ հարաբերությունների մեջ։ Գիտեք, հաճախ օրինակ մարդուն թվում է, որ ինքը ապրում է իր ծնողների հետ մի տան մեջ, դա ծնողները իր վրա վատ են ազդում։ Այո, ծնողները կարող է ինչ-որ տեղ շատ լավ չազդեն ձեր վրա, բայց հավատացեք, երբ դուք կլինեք այն ձեր իդեալական վիճակում, որտեղ դուք կլինեք համերաշխ ձեր հոգու, ձեր մարմնի, տիեզերքի, Աստծո, ձեր մտքի հետ, ձեզ լրիվ միևնույն կլինի, թե դուք որտեղ եք ապրում, որովհետև դուք այնքան լավ կլինեք, դուք կլինեք ինքներդ լույս եւ կլուսավորեք նույնիսկ այդ տունը, այդ մարդկանց։ Այս վերջերս մամաս մի միտք ասեց, որը ես շատ զարմացա, որ արդեն ինքը եկել է այդ մտքին մամա լինելով հանդերձ, ես ասել եմ մամ, շնորհավորում եմ, որովհետև դու հիմա իմ ճանաչած ամենաառաջադեմ մաման ես, որ դու այսպիսի ջահելական միտք ես կարողանում արտահայտես։ Ու գիտեք իմ մաման ինձ ինչ պատասխանեց, ասեց, թե աղջիկս քոուչ է։ Սա չգիտեմ ինչ կոմպլիմենտ էր կամ ինչ էր, հա, որ դու հասկանում ես, որ դու միգուցե արդեն դու ես ինքդ քո mindset-ի փոփոխությամբ ազդում քո կողքի մարդկանց վրա, արդեն դու այնքան մեծ ես, որ էլ պետք չի ուրիշը քեզ ասի, որ դու վերցնես քո վրա կամ չէ։ Մի հատ էլ դու համոզում ես քո կյանքով, քո ապրելակերպով, քո մտքով, քո լույսով, քո հանգստությամբ, որ այն ինչպես դու մտածում ես, դա է ճիշտ եւ կարողանում ես փոխել։ Ժամանակին ինձ թվում էր, որ ես պետք է փախնեմ այդ մարդկանցից։ Հիմա ես հասկանում եմ, որ ես պետք է օգնեմ այդ մարդկանց, որ իրանք էլ գան դեպի լույսը, իրանք էլ զգան դա, հա։ Ժամանակին նույն ձև ես կարող եմ մտածեի, որ այս մարդիկ են սխալ։ Հիմա ես մտածում եմ, որ ես պետք է իրանց ցույց տամ, եթե ես գտել եմ ինչ-որ պատասխաններ, ես ուրեմն պետք է օգնեմ, ես պետք է ցույց տամ իրանց այդ պատասխանները, որոնք կան։ Դարեք այդ լույսը, գտեք ձեր լույսը, գտեք ինքներդ ձեզ, մոտեցեք ամենալավ, ամենաբարձր վիբրացիաներին, որոնք դուք կարող եք զգալ, որոնք դուք կարող եք ունենալ։ Փոխեք ձեր ապրելակերպը դեպի լավը։ Խնդրում եմ,
սկսենք այն փոքրից, սկսենք վերացնել այն ամենավատ սովորույթները, որոնք մենք ունենք։ Մի մնացեք այդ վատ էմոցիայի մեջ, վատ էմոցիա եք զգում այդ տղայի հետ կապված, մի մնացեք այդտեղ երկար, փոխեք ուղակի, դուրս եկեք վազեք, դուրս եկեք քայլեք, դուրս եկեք, բայց մի ընկեք վատ սովորույթների մեջ, փորձեք լավ սովորույթներով փոխարինել, հա, այդ ամեն ինչը։ Եվ քիչ-քիչ կզգաք, որ դուք այդ ճայճի մեջից դուրս եք գալիս։ Ես ձեզ հավատացնում եմ, մարդ չկա, որ աշխատում է ինքը իր վրա եւ արդյունքներ չի ունենում։ Հա, դա հեշտ չի, դա արագ չի լինում, տրանսֆորմացիան process է, հաճախ ցավոտ process է, հաճախ շատ մեծ աշխատատար process է, բայց ինքը process է, որը միանշանակ ունենալու է արդյունքներ։ Իդեալական հարաբերությունները նույնպես աշխատանք է եւ միայն ինքն իր վրա աշխատած, ինքը իր վրա անդադար աշխատանք տանող մարդու կյանքում է լինում այդ լավ, այդ ճիշտ հարաբերությունը, առողջ պսիխիկայով դուք ձգեք առողջ մարդու, հասկանում եք, դուք ձգում եք այդ բանը այն մարդու, ով ձեր համար իդեալականն է, չգիտեմ, հարբեցողի համար կա իդեալական հարբեցող ամուսին, խաղացողի համար կա իդեալական խաղացող ամուսին, վատ էմոցիա փնտրող, կռվարար, տոքսիկ հարաբերություններ, կռիվ, սենց անընդհատ մեղադրանք փնտրող, հարաբերություններ փնտրող աղջկա համար կա այդպիսի իդեալական կողակից։ Ասում են մուժ ժինա одна սատանա, հա, այդ շատ ճիշտ է այն առումով, որ մենք գնում ենք ու սենց մագնիսի պես գտնում ենք, ասում են, որ հակառակ կողմերն են ձգում իրար, հա, այդ այնքանով, որ սենց գալիս լրացնում են, հա, իրար սենց գալիս են, կպնում են ու մտնում են, մնում են իրար հետ, որ մեկը անընդհատ trigger անի, մեկը անընդհատ բան անի, հրահրի, մյուսը անընդհատ կռվի, մյուսը գոռա, իրանք սնվում են, հա, այդ էներգիայով, այդ են մարդիկ են, ովքեր սովոր են նեգատիվ էներգիայով սնվելուն։ Երեխեք, ես հավատում եմ, որ ձեր մոտ ամեն ինչ թույն է լինելու, լավ է լինելու, դուք սկսել եք արդեն աշխատել ձեր վրա, ես ուրախանում եմ ձեր կոմենտներից, ձեր չաթի ակտիվությունից, ես տեսնում եմ, որ այդ բարեփոխումները լինելու է, կարևորը, որ դուք ուզում եք, շուտով ես կազմակերպելու եմ այն տրեյնինգը, որտեղ մենք բոլորս հանդիպելու ենք, դնելու եմ ինչ-որ մատչելի գումար, որ դուք բոլորդ կարողանաք մասնակցեք, գաք, հանդիպեք ու մենք այդ կապը, այդ էներգիան փոխանակենք իրար հետ, կխնդրեմ տակը բոլորդ պլյուս դնեք այն մարդիկ, ովքեր ուզում են մասնակցեն այդ տրեյնինգին։ Շարունակելով ասեմ, որ այդ իդեալական հարաբերությունները, իհարկե լրիվ իդեալական ոչինչ չկա աշխարհում, բայց այն հարաբերությունները, որտեղ ձեզ կսիրեն, որտեղ ձեզ կգնահատեն, կա, միայն դուք պետք է դառնաք նույնպես այդ իդեալականը, հա, այնպիսին, ինչպիսի պարտներ դուք կուզեք ձեր համար, դուք կարող եք այդպիսին լինել, բայց քանի դուք ունեք թերարժեքության բարդույթ, քանի դուք դեռ չեք հասկանում, դուք ինքներդ ով եք, ինչ եք ուզում, քանի որ դուք ինքդ ունեք կախվածություններ, խնդիրներ եւ այլն, այն որ դուք գտնելու եք տենց մարդ կամ մարդկա օրինակ ուզում է իր կողակցով լուծի իր այսինչ խնդիրները, այդ այստեղ չի գտնվում, հա, այդ իդեալական կողակիցը։ Երբ որ մենք մեր վրա լիքը աշխատանք կանենք, լիքը կկրթվենք, լիքը կփոխվենք, մենք մագնիսի պես կձգենք մեզ հարմար կողակիցու այդ մարդիկ կան, նես չի, որ տղաների քիչ են, իրանք չկան, ես ձեզ հավատացնում եմ, որ կան այդ տղաները, դուք գտնելու եք ու լինելու եք երջանիկ։ Էլ ինչ ասեմ, ես ձեզ շատ եմ սիրում, անվճար քոուչինգ ունենալու համար իմ հետ, նշում եք իմ վիդեոներից, որևէ մեկով կիսվում եք ձեր Instagram-յան story-ներում, նշում եք իմ YouTube-յան edge-ը ու գրում եք ինձ, որ կիսվել եք, follow եք անում իմ edge-երին ու ես ընտրում եմ ձեզանից որևէ մեկին, ում հետ անում եմ հաջորդ շաբաթ coaching session անվճար։ Այդքանը սիրում եմ ձեզ։